Գոյամարտ սերիալի նկարահանումները շարունակվում են նույն լարված ու ինտենսիվ ռեժիմով, և յուրաքանչյուր նոր բացահայտում միայն ուժեղացնում է հեռուստադիտողների հետաքրքրությունը։ Նախագիծը կարծես օր-օրի ավելի է մեծանում, համալրվելով նոր ուժեղ դերասանական անուններով ու սյուժետային շերտերով, որոնք խոստանում են խորություն, դրամատիզմ և անսպասելի շրջադարձեր։ Վերջին օրերին հայտնի դարձավ ևս մեկ հաճելի անակնկալ՝ սերիալում իր մասնակցությունն է բերել սիրված ու փորձառու դերասանուհի Ռոզի Ավետիսովան։ Թեև սա նրա և Դիանա Գրիգորյանի առաջին համագործակցությունը չէ, բայց յուրաքանչյուր համատեղ աշխատանք նոր գույն ու նոր շունչ է հաղորդում պատմությանը։ Դիանա Գրիգորյանը միշտ էլ կարողացել է ճիշտ օգտագործել դերասանուհու ներուժը, նրան վստահելով բարդ, բազմաշերտ կերպարներ, և Գոյամարտը ևս բացառություն չէ։ Այս անգամ Ռոզի Ավետիսովան մարմնավորում է Կարեն Հովհաննիսյանի կերտած կերպարի՝ Ռաֆի կնոջը։ Այս ընտանիքն ըստ արդեն հայտնի մանրամասների լինելու է սերիալի առանցքային գծերից մեկը։ Ռաֆը կերպար է, որի շուրջ արդեն իսկ ձևավորվել է մեծ հետաքրքրություն։ Նա կարծես միաժամանակ ուժեղ է ու կոտրված, վստահելի ու վտանգավոր, իսկ նրա կողքին գտնվող կինը՝ Ռոզի Ավետիսովայի մարմնավորմամբ, հաստատ չի լինելու երկրորդ պլանի կերպար։ Ընդհակառակը, նա կարող է դառնալ թե հենարան, թե հակասությունների աղբյուր։ Ընտանիքի դստերը մարմնավորելու է սիրված դերասանուհի Անի Մեհրաբյանը, ում կերպարներն արդեն հասցրել են սիրվել հեռուստադիտողների կողմից։ Մայր, հայր, դուստր, որդի, խոստանում է հուզիչ, բարդ և երբեմն ցավոտ զարգացումներ։ Այստեղ ակնհայտ է, որ խոսքը լինելու է ոչ միայն ընտանեկան հարաբերությունների, այլ նաև արժեքների բախման, սերունդների միջև անդունդի և սխալ ընտրության հետևանքների մասին։ Դրական թե բացասական են այս կերպարները, ժամանակը ցույց կտա։ Դիանա Գրիգորյանի սերիալներում սովորաբար ամեն ինչ միանշանակ չէ։ Դրական հերոսները կարող են սխալվել, իսկ բացասականները բացահայտել իրենց մարդկային կողմը, և հենց սա է, որ սերիալը դարձնում է կենդանի, իրական և դիտարժան։ Գոյամարտը վստահ քայլերով գնում է դեպի ռեյտինգային նախագիծ դառնալու ճանապարհը։ Սյուժեն, դերասանական կազմը, ինտրիգի պահպանումը և սոցիալական ծանր թեմաների բարձրաձայնումը արդեն իսկ հուշում են, որ հեռուստադիտողը երկար ժամանակ կապվելու է էկրաններին։ Այստեղ լինելու են դրամա, լարվածություն, ընտանեկան գաղտնիքներ, փողի ու իշխանության պայքար և, ամենակարևորը, մարդկային ճակատագրեր։ Բայց մի բան արդեն հստակ է՝ շատ հետաքրքիր սերիալներ են սպասվում, և Գոյամարտը պատրաստվում է դառնալ այն սերիալը, որի մասին կխոսեն, կքննարկեն և կհետևեն ամեն սերիայից հետո։ Այնպես որ բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը և բաժանորդագրվեք, որպեսզի առաջինը դուք տեղեկանաք հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, նոր հեռուստասերիալների մասին և ոչ միայն։ Իսկ ավելին ձեզ կպատմենք շատ շուտով, այնպես որ բաց չթողնեք ձեր հնարավորությունը։ Նշենք, որ Ռոզի Ավետիսովան իր առաջին քայլերը հեռուստատեսային ասպարեզում արել է հանրային հեռուստատեսությամբ թողարկվող «Կյանքի կարուսել» նախագծում իր լավ ընկեր Դավիթ Սեխպեյանի շնորհիվ։ Դերասանուհուն այն հարցին, թե սերիալում նկարահանվում եք զուտ գումար աշխատելու նպատակով, թե սերիալային աշխատանքն ապահովում է նաև մասնագիտական աճ հարցին, նա պատասխանել է. «Ես չեմ կարող համաձայնել որևէ աշխատանք անել, եթե դրանից հաճույքի իմ չափաբաժինը չստանամ։ Շատ հրավերներ եմ մերժել հենց այդ չափաբաժնի բացակայության պատճառով։ Այդ դեպքում, հավատացեք, ֆինանսական գործոնն էլ չի փրկում։ Մեծանալու հետ կապված երբեմն անգամ հաճելի անհանգստություն եմ ունենում»։ Իր զգացողություններին պատմելով նշել է դերասանուհին. «Ինձ համար յուրաքանչյուր տարեթիվ նոր բանի սկիզբ է։ Ինքս ինձ չեմ համոզում այդպես մտածել։ Իսկապես այդպես եմ զգում», ասել է Ռոզին ու ժպիտով նկատել. «Ես ինձ 25-26 տարեկան եմ զգում։ Ամեն տարվա հետ նոր զգացողություններ ու բացահայտումներ եմ անում, և ամեն ինչ իսկապես նոր է լինում։ Չեմ մտածում, որ նախորդ տարին մեռնում է կամ այն ինչ արել եմ անցած տարվա հետ գնում է։ Ինձ տրամադրում են, որ նոր ձեռքբերումներ են լինելու»։
Ռոզիի խոսքով ցանկություններ ու երազանքներ շատ ունի, երբեք թույլ չի տալիս, որ նպատակների ցանկը նվազի։ Ըստ դերասանուհու կատարված ամեն ցանկությանը հաջորդում է նորը։ Երազելու, ինչ-որ նոր ձեռքբերում ունենալու ու ցանկանալու ընթացքը, կարծում եմ, չի դադարում, քանի դեռ մենք ապրում ենք։ Եթե փորձեմ տոկոսային հարաբերությամբ ասել, 96% իրագործած ցանկություն ունեմ, անկատար է մնացել 4%-ը, ինչը կարծում եմ քիչ է։ Չկատարված ցանկություններիս մեջ շատ անձնական բաներ են, ասաց Ռոզին ու ժպիտով հավելեց. ամեն տարի ամանորին կեսգիշերի զանգերից հետո երազանքներ եմ պահում, մինչև հիմա ձմեռ պապիկից գոհ եմ։ Ինչպիսին պետք է լինի տղամարդը, որ դառնա ձեր կյանքի ընկերը, որ հատկանիշներն են հատուկ իսկական տղամարդուն։ Իսկական տղամարդը նախ պետք է հարգի իր խոսքը։ Երբ եք հստակ որոշել, որ պետք է դերասանուհի դառնաք, դերասանուհու մասնագիտությունը դեռ մանկապարտեզից էի ընտրել, ինչի մասին եք ամենից շատ երազում։ Երազանքները չեն բարձրաձայնում։ Դե ինչ, շատ շուտով Ռոզի Ավետիսովային կտեսնենք Դիանա Գրիգորյանի նոր «Գոյամարտը» հեռուստասերիալում, որտեղ նրա կերպարը հաստատ հետաքրքիր ու ինտրիգային է լինելու։ Իսկ դուք գրեք արդյոք դրական, թե բացասական կերպար է մարմնավորելու դերասանուհին ըստ ձեզ։